Հարգաստուն այս առիթի համար դարձյալ սպասման մեջ և արևմտյան այս Սուրբ Ծննդյան տոնական մթնոլորտի մեջ, նախատոնական մթնոլորտի մեջ թույլ տվեք շնորհավորել բոլորիս և աղոթքով, հույսով, նաև այս տարին իր ավարտին հասցնել։ Մեր շեշտադրումը հայկական Սուրբ Ծնունդի վրա է, դրա համար մենք տագավին երրորդ շաբաթն ենք տոնում և պատրաստվում դեպի հունվարի 6 գնալու, բայց նաև գիտենք, որ դեկտեմբեր 24-25 Սուրբ Ծննդյան տոնական մթնոլորտի մեջ պիտի լինենք, թող Աստված օրհնի և առաջնորդի ամեն մեկիս։ Աստծո Սուրբ Խոսքից, մեր հոգիների շինության համար, մեր հավատքի կյանքի նորոգության համար, այսօր պիտի կարդանք Ղուկաս ավետարան 4-րդ գլուխ 16-ից 16 համարները։ Այս վերնագիրը ամբողջ շաբաթվա մեր վերնագիրն էր, Գթառատ Թագավորը եկել է և ամեն օր խորհրդածությունների միջոցով մեր հայացքը ուղղեցինք դեպի Ղուկասի ավետարան և տեսանք, թե ով է այս Թագավորը, որն է իր առաքելությունը, որն է իր նպատակը աշխարհ գալու։ Եվ նաև այսօր որպես ամփոփում, բայց նաև շեշտադրում, պիտի նայենք այն հատվածը, որ մեզ շատ ծանոթ է, և այս հատվածի միջոցով եկեք մեր ականջները խոնարհեցնենք լսելու Աստծո ձայնը, և նաև այս հատվածի միջոցով տեսնելու, թե Տերը ինչ ունի ասելու յուրաքանչյուրիս համար։ Լսենք Աստծո խոսքը։ Ղուկաս ավետարան 4-րդ գլուխ 16-ից 19 համարներ։ Եկավ Նազարեթ, որտեղ մեծացել էր, և իր սովորության համաձայն շաբաթ օրը ժողովարան մտավ ու ելավ ընթերցելու։ Նրան Եսայի մարգարեի գիրքը տվեցին, և երբ գիրքը բացեց, գտավ այն տեղը, որտեղ գրված էր. Տիրոջ հոգին ինձ վրա է, որովհետև ինձ օծեց և ինձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին տեսողություն, հարստահարվածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին քարոզելու։ Ամեն Աստծո խոսքին։ Աղոթենք։ Ով Հայր, բաց մեր ականջները ու մեր միտքը, որպեսզի լսենք ու հասկանանք քո խոսքի ճշմարտությունը Հիսուսի անունով։ Ամեն։ Մեր Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի հրապարակային ծառայության առաջին խոսքը, հայտարարությունը, հռչակումը չեղավ իր բառերն ու բառամթերքը։ Հակառակ որ իր որպես վարդապետ և ուսուցիչ լինել արդեն տարածվել էր այդ լուրը և բավական այդ տարածաշրջանի մեջ համբավ ուներ, որտեղ Ղուկաս 14-ի մեջ 4-րդ գլուխ 14-15 համարների մեջ ենք կարդում սրա մասին, մեր Տերը, երբ որ վերադարձավ այն քաղաքը, ուր մեծացել էր, չխոսեց իր բառերով, խոսեց Աստծո խոսքով, չխոսեց իր մտքերով, խոսեց մարգարեական խոսքը հայտարարելով։ Հիսուս վերադառնում է Նազարեթ որպես մեկը, որ մեծացել էր այնտեղ, բայց Նազարեթը իրեն լավ չէր ճանաչում, բայց ինքը շատ լավ գիտեր քաղաքը, ընթացքը, զարգացումները, հոգին, սպասումները և այդ սպասման մեջ ավետարանիչը հատուկ ձևով շեշտում է, որ Հիսուս վերադառնում է այն քաղաքը, որտեղ ինքը մեծացել էր։ Ժողովարանը կամ սինագոգը, ուր որ մարդիկ սովորություն ունեին տաճարից հեռու գտնվելով հավաքվելու, դրանք աղոթատեղիներ էին, Աստծո խոսքը ընթերցելու, օրենքը և մարգարեական գրքերը ընթերցելու և միասին խորելու և մտածելու այդ հատվածների վրա։ Եվ հատվածը նայեցեք ինչ հետաքրքրական ձևով մեզ ասում է, որ մեր Տերը իր սովորության համաձայն գնաց ժողովարան։
Որքան հաճախ մեր եկեղեցական կյանքում ստիպված ենք լինում քաջալերելու, հորդորելու, որ մեկտեղ հավաքվելը չթողնենք։ Որքան հաճախ մեր եկեղեցական ու հավաքական կյանքում փորձում ենք հորդորել մարդկանց, եկեք Տիրոջ տուն, եկեք միաբանվենք Աստծո խոսքի շուրջ։ Ահավասիկ, մեր Տերն իր օրինակով, իր կյանքով եւ իր օրինակով ցույց է տալիս կարեւորությունը իր սովորության համաձայն գնաց ժողովարան։ Եվ իրեն տվեցին մարգարեական գիրք, որից պետք էր ընթերցեր։ Սա նշանակում է, որ Տեր Հիսուս Քրիստոսը իր երկրավոր կյանքում միայն եկեղեցական, այսինքն ժողովարանի ակտիվ անդամ չէր, այլ նաև ակտիվ ուսուցիչ, ընթերցող եւ հատվածները մեկնաբանող։ Մի բան պատկերացրեք, եթե Տերը Աստծո խոսքը լրջությամբ էր վերցրել երկրի վրա եւ այդ խոսքին հետամուտ, հնազանդ ու հավատարիմ փորձում էր իր երկրավոր կյանքը կազմակերպել, սա ինչ դաս է իմ եւ ձեզ համար։ Եվ նրան դրվեց Եսայի մարգարեությունից մի հատված, որտեղ այն ժամանակ մագաղատներ էին, եւ նայեցեք ինչ է ասում. երբ գիրքը բացեց, գտավ այն տեղը, որտեղ գրված էր։ Հիմա մենք Աստվածաշունչը վարժ ենք բացելու, որտեղ մեր Սուրբ Գիրքը, որ ունենք մեր ձեռքում, գլուխներ ունի, համարներ ունի, անուններ ունի, բաժանումները շատ հստակ են եւ շատ կարող ես արագ թերթելով բացել եւ գտնել։ Գիտեք, որ Տեր Հիսուս Քրիստոսի ժամանակ օրենքի եւ մարգարեության այդ բոլոր գրությունները մագաղատների տեսքով էին եւ սովորաբար այդ մագաղատների մեջ Աստծո խոսքը երբ որ գրված էր, գրվում էր բառերը իրար փակցված, գրվում էր առանց գլուխների եւ համարների, գրված էր այն կարգով, որ շատ հմուտ ու վարժ պիտի լինես, որևիցե մի հատված շուտով գտնելու եւ ընթերցելու։ Սա գիտեք ինչ է ասում։ Մեր հավատքի կյանքի համար միայն այս հատվածը գտավ եւ ընթերցեց մեզ համար կոչ է, որ հավատքի կյանքը Աստծո խոսքի մեջ եւ Աստծո խոսքի միջոցով կրթվելու, դաստիարակվելու եւ այդ խոսքի հետ հմուտ կերպով, վարժ կերպով վարվելու ընթացք է։ Եվ մեր Տերը դրա մեջ բացառիկ էր։ Հատվածն ասում է, երբ որ իրեն դրվեց մարգարեական գիրքը, երբ բացեց, գտավ այն տեղը, որտեղ գրված էր։ Հիսուս ընտրում է այս հատվածը 5 դագարանի գրություններից։ Մագաղաթը իրեն դրվեց, բացեց ու սկսեց կարդալ։ Եվ ինչ է խոսում այս հատվածը։ Հատվածը խոսում է մի խորհրդավոր ծառայի մասին։ Եզակի կերպով օժտված Աստծո հոգով, ով իր լսարանի ականջներում, այսինքն այդ սինագոգի մեջ, այդ օրվա ընթերցողների համար այդ հատվածը ոչ մի մեսիական ակնարկ չուներ։ Տեր Հիսուս Ղուկասի ավետարանում ներկայացվում է մեկը, ով Աստծո հոգով էր առաջնորդվում։ Նայեցեք, Ղուկաս սկսում է Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը Սուրբ Հոգու հղացումով։ Այնուհետև իր մգրդության պատմությունը Աստծո Հոգին տեսանելի կերպով իջավ։ Եվ հիմա գալիս ենք այս հատվածին եւ այս հատվածի մեջ շեշտադրումը, կարևոր շեշտադրումը, այն ծառան, որը օծվել եւ ուղարկվել է Աստծո Հոգիով։ Աստծո Հոգու դերը հավատքի կյանքում, Աստծո Հոգու առաքելությունը հավատացյալի կյանքում խիստ կարևոր է։ Եվ մեր կյանքը առանց Աստծո Հոգու առաջնորդության, ուղղորդման, առանց իր հետ մեր հաղորդակցության անկարելի է որ պատկերացնենք։ Աստծո Հոգին պատրաստեց
երկրավոր կյանքում մեր փրկչին, որպեսզի ինքն իր առաքելությունն ու գործը կարողանա իրականացնել։ Իր ծառայության սկզբում Հիսուս ընդունում եւ յուրացնում է Աստծո պարգևը, որ տրված էր իրեն։ Եվ այդ պարգևը այս հայտարարության մեջ է. Տիրոջ հոգին ինձ վրա է։ Տիրոջ հոգին ինձ վրա է։ Նա այս տեքստը կիրառում է իր համար եւ այս տեքստի տակը իր անունն է դնում, այս գրվածքները, այս գրությունը, որ դուք հիմա լսեցիք ձեր ականջներով, այսօր իրականացավ։ Գիտեք, գրություն բառ, որ այստեղ օգտագործվում է, Հիսուս Քրիստոսի ժամանակ վերաբերվում էր Աստծո խոսքին, 5 դագարանի գրություններին, օրենքին, մարգարեներին եւ այս ամբողջը Ղուկաս ավետարանի սկզբում եւ նաեւ Ղուկասի վերջում այս նույն բառը օգտագործում է մեր փրկիչը ցույց տալու համար, որ Աստծո խոսքը, որը խոսում էր իր մասին, ինքը նաեւ մեկնաբանում եւ բացատրում է եւ ցույց է տալիս այդ հատվածները։ Ղուկասի վերջում, երբ որ Էմաուսի ճանապարհին Հիսուս ընկերակցում է իր աշակերտներից երկուսի հետ, նայեցեք ինչ է ասում 24-րդ գլխի 32 համարում։ 44-45 համարները ավելի կկարդամ հիմա։ Սրանք են այն խոսքերը, որ խոսեցի ձեզ հետ, քանի դեռ ձեզ հետ էի, թե պետք է կատարվեն Մովսեսի գրքում, մարգարեների գրքում ու Սաղմոսներում իմ մասին գրվածները։ Այն ժամանակ նրանց միտքը բացեց, որ Սուրբ Գիրքը հասկանան, եւ նրանց ասաց. գրված է, այսպես պետք է Քրիստոսը չարչարվեր ու երրորդ օրը մեռելներից հարություն առներ։ Մարգարեական այս հատվածի մեջ երկու կարևոր բառ նկարագրում են այս ծառային։ Նա օծվել է եւ նա ուղարկվել է։ Հոգով լցված ծառան ստանում է Աստծո օծությունը եւ ուղարկվում ինչի համար։ Եվ այս հատվածը մարգարեական այս գրքի, որ մեջ բերում է մեր Տերը, հիանալի կերպով ցույց է տալիս, թե մեր Տերը ում համար է ուղարկված, իր առաքելությունը այս երկրի վրա ինչ է եւ ինչ է կանչված անելու։ Եվ նայեցեք ինչ է ասում հատվածը. աղքատներին ավետիս տալու, գերիներին թողություն, ազատագրում տալու, վիրավորներին, ճնշվածներին արձակելու եւ Տիրոջ հաճելի տարին հռչակելու։ Գիտեք, որ հրեական մտածողության մեջ այս առաքելությունը միմիայն Աստծո առաքելությունն էր։ 5 գրություններ կան, որ Կումրանի այդ անապատներից դուրս են բերվել, այս նույն բառամթերքով նկարագրվում է գործը աշխարհի մեջ, բայց այդ ամենը վերագրվում է Աստծուն։ Այն ծառան, որի հետ Հիսուս ինքն իրեն նույնացնում է, օծված է հոգով եւ ուղարկված է Աստծո ավետարանը, բարի լուրը հասցնելու բոլոր նրանց, ովքեր իրենց կարգավիճակով, իրենց վիճակներով գտնվում են տարբեր մարտահրավերների առաջ։ Հիսուս իր անձին վերագրելով այս հատվածը ուրիշ կերպով հայտարարում է, որ ես եմ խոստացված Մեսիան եւ նույն ինքը Աստված։ Ինչ էր եկել անելու մեր Տերը։ Այնինչ խոստացվեց մարգարեական գրքում, աղքատներին բարի լուրը հռչակելու, գերիներին ազատություն, կույրերին տեսողություն, ճնշվածներին ազատագրում եւ Տիրոջ հաճության, հաճելի տարին հռչակելու։ Գիտեք, որ Եսայի 61-րդ գլխից էր այս մեջ բերումը։ Եվ Տերը միտումնավոր կերպով դուրս է բերում մի հատված, որ եթե գնաք եւ Եսայի 61-ի մեջ կարդաք, կտեսնեք։ Հրեաները սպասում էին, որ խոստացված Մեսիան, երբ որ գա, դա լինելու է փրկություն իրենց համար, բայց նաև դա լինելու է վրեժի օր եւ դատապարտություն հեթանոսների համար։ Եվ այս սպասմանը
Հակառակ մեր Տերը միտումնավոր հետաձգում է դատապարտության եւ դատաստանի օրը, հայտարարելով, որ իր առաջին գալուստը, իր հայտնությունը փրկության ժամանակաշրջանն է, ավետարանի ժամանակաշրջանն է, բարի լուրի ժամանակաշրջանն է։ Սա հեղափոխական հայտարարություն էր, բայց ոչ այնպես, որ ակնկալում էին լսողները, սպասում էին լսողները։ Երբ լսեցին Հիսուսի խոսքերը, հավանաբար նստողները սկսեցին իրենց հասկացողությամբ, իրենց մտածածով ու իրենց պատկերացրածով ու սպասումներով մեկնաբանել Հիսուսի ասածները։ Նրանք սպասում էին երկրային փրկության, ֆիզիկական ազատագրման։ Ոմանք ուզում էին, որ նա բարձրացնի, փոխի աղքատների կենսամակարդակը։ Դա սոցիալական հեղափոխություն է։ Տերը պիտի գա երկիր եւ աղքատներին դարձնի հարուստ, չունևորներին դարձնի ունևոր։ Մյուսները ցանկանում էին բժշկություն, սա բժշկության մեջ հեղափոխություն էր։ Տերը պիտի գա եւ իմ բոլոր աղոթքներին ի պատասխան, իմ ցավերին, իմ կարիքներին ի պատասխան ինձ մարմնի բժշկություն պիտի տա։ Ուրիշներն ուզում էին, որ ազատվեն օտարների լծից, հռոմեական դիրապետությունից։ Տերը պիտի գա եւ քաղաքական հեղափոխություն պիտի կատարի։ Պիտի շրջի աթոռները եւ բարձրացնի իր աթոռը եւ ինքը տիրի եւ իշխի գահի վրա եւ թագավորի։ Հիսուս զորություն ուներ այս ամենը անելու, կարող էր, անշուշտ։ Հիսուս զորություն ուներ այդ ամենն անելու եւ իր ծառայության ընթացքում մենք տեսանք եւ այդ բոլոր նշանները, հրաշքները, արտասովոր նշանները, որ իր կյանքում եւ իր խոսքի ու գործի միջոցով իրականացավ, մեկ բան էին ցույց տալիս. իր առաքելությունը այս աշխարհի վրա, ինչի համար է։ Բայց դա չէր գերագույն նպատակը։ Նա կանչված էր, այսինքն օծված եւ ուղարկված էր հատուկ նպատակով։ Նրանք, ովքեր փնտրեցին այդ երկրային թագավորությունը, այն հեղափոխությունները, որոնք իրենք էին ակնկալում, շուտով հիասթափվեցին, որտեղ Հիսուս չբերեց դրանք։ Այո, նա կերակրեց քաղցածներին, տեսողություն տվեց կույրերին, ազատություն մարդկանց սատանայի հարձակումներից, ճնշումներից, իշխանությունից։ Հիսուս հոգ տարավ մարդկանց մարմիններին, բայց շատ ավելի իր առաքելությունն ու գործը մարդու հոգուն էր ուղված։ Նրա հրաշքները միայն մեկ բան են ապացուցում. մեր Տերը, նույն ինքը Քրիստոսը, եկավ եւ իր բոլոր ծառայություններով ու հրաշագործությամբ ցույց տվեց, որ Աստծո թագավորության ժամանակը եկել է իր հայտնությամբ։ Սակայն նորից եմ ուզում ասել, սա հիմնական նպատակը չէր։ Առաջին հերթին Հիսուս եկել էր ազատելու մեղքի գերությունից։ Մեր մարդկային իրականության մեջ մենք հակված ենք կառչելու եւ բռնվելու տեսանելի ճնշումներից, կառչելու եւ բռնվելու տեսանելի բաներից եւ փորձելու ձերբազատվել մեր ֆիզիկական ցավ, նյութական վնաս պատճառող իրավիճակներից։ Բայց մեր այլ մակարդակի վրա, մեր հոգևոր իրականության մեջ կա մի մեծ խնդիր, որի լուծումը մենք երբեք ու ոչ մի պարագայում չկարողացանք տալ։ Հիսուս եկավ ազատագրելու մեզ մեղքի զորությունից։ Գիտեք, այս հատվածում կարևոր բառը հռչակելն է եւ 3 անգամ այս հատվածում հայտարարվում է սա։ Տիրոջ հոգին ինձ վրա է եւ նա ինձ օծեց եւ ուղարկեց, որպեսի ավետեմ, հռչակեմ, հայտարարեմ։ Հիսուս ուղարկված էր հռչակելու բարի լուրը, հռչակելու ազատությունը, հռչակելու Տիրոջ հաճելի տարին կամ ժամանակաշրջանը։ Թեև այս բարի լուրը ունի
ֆիզիկական, սոցիալական, բժշկական ու քաղաքական հետևանքներ, բայց կարևոր բառը այստեղ հռչակելն էր։ Դրա համար նրանք, ովքեր հավաքված էին եւ ովքեր լսեցին այս հատվածը, Հիսուս ամփոփում է ասելով, որ այնինչ որ հիմա դուք կարդացի, ես կարդացի ձեր առջև, այդ բոլորը իրականացան։ Կանգնեք մի բա։ Ինչպես կարող են իրականանալ կույրերին տեսողություն տալը, գերիներին ազատություն տալը, որտեղ ժամանակաձևը, որ ասում է հիմա այս բոլորը իրականացավ։ Նրանք չտեսան, որ գերիները ազատ արձակվեցին, կամ կույրերը տեսողություն ստացան, բայց նրանք լսեցին Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանը, աշխարհ գալու նպատակը, եւ հենց այդ պահին Եսայի մարգարեության այդ հատվածը իրականություն դարձավ։ Փրկությունը եկավ Աստծո խոսքը հռչակելով։ Հիսուսի ավետարանը մեր աղքատության մեջ մեզ գտավ։ Նա ինձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու։ Երբեմն շատ հարցումներ են գալիս։ Արդյոք այս աղքատությունը միայն նյութական եւ ֆիզիկական աղքատության մասին է։ Գիտեք, եթե ավետարանները զուգահեռաբար կարդաք, այս նույն մոտեցման մեջ երանելիների շարքում Երանի հոգով աղքատներին։ Եվ այս հատվածները շատ անգամ շատ ձևերով են մեկնաբանվում։ Երբեմն հարց է առաջանում, արդյոք Տերը եկավ միայն աղքատների համար։ Աստվածաշնչյան իմաստով աղքատներն այն մարդիկ են, ովքեր խոնարհ վիճակում են, անօգնական վիճակում են, կախվածության մեջ են իրենցից ավելի հզոր եւ իրենց վրա իշխող մարդկանցից կամ ծանր հանգամանքների տակ են։ Եթե այսպես վերցնենք, մենք բոլորս աղքատ ենք։ Եթե այսպես նայենք, մենք բոլորս պակասություն ունենք, մենք բոլորս կարիքի մեջ ենք, մենք Աստծուն ոչինչ չենք կարող առաջարկել կամ փոխարենը տալ։ Բացի այն, ինչ որ ունենք, մեղքի ծանրությունը, անտանելի, մեղքի մեծությունը, իր ճնշող իշխանությամբ, զորությամբ։ Տեր Հիսուս մեզ առաջարկում է իր շնորհի հարստությունը։ Եվ նայեցեք Պողոս առաքյալի ինչ գեղեցիկ ձևով է սա ներկայացնում 2 Կորինթացիս 8-րդ գլուխ 9-րդ համար։ Դուք գիտեք, խոսքը եկեղեցուն է, դուք գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, որն էր այդ շնորհը, որ թեև հարուստ էր, բայց ձեր համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատությամբ հարուստ դառնաք։ Ավետարանը միայն աղքատների համար չէ, այն նաև հարուստների համար է, այն նաև բոլորի համար է։ Եվ նայեցեք Տերը այս հատվածը ամփոփելիս, եթե կարդաք 19-րդ համարից հետո, պիտի տեսնեք, որ երկու անձերի օրինակ է բերում, թե ինչպես երկուսն էլ ճանաչեցին ավետարանը, եկան Աստծուն, ճանաչեցին լույսը, եկան հավատքի։ Մեր Տերը երկու անհատների օրինակ է բերում, Սարեփթայի այրին, որ աղքատ էր, եւ նա որպես օրինակ Տեր Հիսուսի շուրթերով հիշատակվում է, եւ մյուսը, որ հարուստ էր, Ասորի Նեեմյան։ Երկուսի օրինակները մեջ բերելով այս հատվածում մեր Տերը ցույց է տալիս, որ աղքատությունը հոգու ներսի աղքատության մասին է։ Եվ միայն այդ աղքատության կարիքից ելնելով բոլոր նրանք, ովքեր կգան Աստծուն, կլցվեն, կբավարարվեն եւ կհարստանան նրանով։ Սովորաբար աղքատները միշտ եւ ամեն պարագայում անտեսվել են բոլոր ժամանակներում։ Տեր Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ
նաև ցույց տալու, որ իր ծառայությունն ու առաքելությունը անտեսվածների համար է։ Ավետարանը նրանց համար է, ովքեր իրենց վիճակների մեջ կփնտրեն, կփափագեն եւ իրենց սիրտը կբացեն Աստծո առաջ։ Հիսուսի ավետարանը նաև մեր կոտրված սրտերի համար է։ Մեր Տերն ասեց, նա ինձ ուղարկեց սրտով բեկյալներին բժշկելու։ Գիտեք, բեկյալ բառը ինչ է նշանակում։ Փշրված, կոտրված, ներսից փշրված։ Երբ սիրտդ կոտրվում է անսպասելի դժբախտություններից, կյանքի հարվածներից կամ մեղքի գիտակցությունից, երբ սիրտը ճզմվում է եւ այլևս ի վիճակի չես տանելու ցավը, տառապանքը, հուզական, հոգեկան այն ծանրաբեռնվածությունը, որ քո վրա է։ Մարդիկ կարող են չտեսնել, որտեղ սա ներսի վիճակ է, բայց Աստված տեսնում է, կարդում է, հասկանում է եւ երբեք ու ոչ մի պարագայում չի անտեսում քո սրտի ցավը, որքան էլ որ այն անտեսանելի է, իր համար տեսանելի է, որքան էլ որ այն աննկատ է աշխարհի համար, այլոց համար, Աստծո համար կարևոր նշանակություն ունի քո կյանքը եւ քո փորձառությունները։ Դրա համար մեր Տերն ասում է, ես եկա սրտով բեկյալներին բժշկելու, նա եկավ մխիթարելու եւ բժշկելու բոլոր նրանց, ում կյանքի պարագաները, իրերն ու իրավիճակները դուրս են եկել այդ անձի դեմ եւ ճզմում, ճնշում ու նեղացնում են։ Հիսուսի ավետարանը նաև մեր գերության մեջ է։ Հիսուսն ասաց, նա ինձ ուղարկեց հռչակելու ազատություն գերիներին։ Գիտեք, որ այս գերի բառը, երբ որ օգտագործվում է, այստեղ պատերազմի գերիների մասին է խոսքը։ Այս բառը գործածվել է պատերազմի մեջ գերեվարվածների մասին, բայց Ղևտացված գրքում եւ Եսայի համատեքստում մենք նաև կարող ենք այս բառը վերագրել բոլոր նրանց, ովքեր մեղքի գերության մեջ են, ովքեր պարտքի մեջ են, ովքեր պարտքի մեջ են ու ի վիճակի չեն վճարելու։ Մեղքի գերությունը ամենածանր գերությունն է։ Մեղքի գիտակցությունը ամենածանր բանտարկությունն է, երբ մեր միտքը բռնվում է, մեր սիրտը ստրկության մեջ է եւ մեր հոգին պահվում է շղթաների մեջ։ Մենք գերի ենք պահվում ամեն տեսակ չար կրքերով, հիմար հաճույքներով, մեղավոր ցանկություններով, եսասիրական հավակնություններով։ Մեր կյանքում կան մեղքեր, որոնք մեզ գերի են պահում եւ ստրկացնում մեզ ու դարձնում իրենց ձեռքի խաղալիքը։ Հիսուս եկավ ազատելու մեղքի գերությունից։ Խաչի վրա մեր Տեր Հիսուս Քրիստոսի կատարած գործը միայն մեկ նշանակություն ունի։ Նա եկավ ազատագրելու մեզ եւ սա աշխարհի վրա ամենամեծ ազատագրության պատմությունն է։ Աշխարհի վրա չկա որևիցե մի պատմություն, որևիցե մի պատերազմ, որևիցե մի հաղթանակ, որ կարելի է համեմատել մեր Տիրոջ տարած հաղթանակի եւ բերած ազատագրման հետ։ Նա վճարեց մեր պարտքը, նա ազատեց մեզ շղթաներից եւ Տերը իր մահով մեր մեղքերը ամբողջովին իր վրա վերցրեց եւ մեզ թողություն շնորհեց։ Եթե Տերը միայն բառացի ազատագրում այս հատվածում նկատի ունենար, իր ծառայությունը շատ սահմանափակ պիտի լիներ։ Եթե միայն բանտում պահված գերիների մասին սա լիներ, իր ծառայությունը շատ սահմանափակ պիտի լիներ։ Դրա համար այստեղ գործածված ազատություն բառը նաև արձակել է նշանակում, ներել, թողություն տալ է նշանակում, եւ այս բառը Ղուկասի ավետարանում շատ անգամ օգտագործվում է մեղքերը ներելու, պարտքերը ներելու իմաստով։ Մեր Տեր Հիսուսի ավետարանը մեկավ գտավ մեզ մեր կուրության մեջ։ Եթե Հիսուս միայն ֆիզիկական տեսողությունը վերականգնելու մասին եւ միայն ֆիզիկական տեսողության համար այս աշխարհ գար, դարձյալ իր ծառայությունը պիտի սահմանափակվեր։
Որքան հրաշալի է տեսնել այն պատմությունները, այն դրվագները, երբ Տերը բժշկում է, ֆիզիկական տեսողությունը վերականգնում է։ Եվ որքան փնտրված ու փափագելի է այս կարիքը այսօր բոլոր նրանց համար, ովքեր ֆիզիկական սահմանափակումներ ունեն տեսողության իմաստով։ Տեսնելը թանկագին պարգև է, սիրելիներ, եւ բոլոր նրանք, ովքեր այս փորձառությունը ունեն եւ կարող են տեսնել, պետք է գնահատենք, որ սա Աստծո պարգևն է։ Երբ որ տեսողությունը սկսում է թուլանալ, երբ որ սկսում են կորցնել տեսողությունը, միայն այն ժամ ենք հասկանում, թե սա ինչ մեծ նվեր է։ Գիտեք, մարդիկ կան, որ կույր են ծնվում, բայց հոգևոր աչքերը բացված, հավատքի գալով, Աստծուն ճանաչելով, նման վկայություններ են բերում, որ իրենք շատ ավելին են տեսնում եւ իրենց համար շատ ավելի է հոգու տեսողությունը, հոգևոր աչքերը բացված լինելը, քան այդ ֆիզիկական վիճակը, որի միջով անցնում են։ Շատ հավատացյալներ վկայում են, որ նրանց համար անսահման ավելի արժեքավոր է հավատքով տեսնել Հիսուսին, քան աշխարհում որևէ այլ բան տեսնելը։ Բայց ցավոք սրտի որքան մարդիկ կան այս աշխարհի վրա, ովքեր ֆիզիկական տեսողության խնդիր չունեն, բայց ապրում են հոգևոր կուրության մեջ։ Գիտեք, որ մեղքն աշխարհում գլխավոր կուրության պատճառն է։ Մեղքը այս աշխարհում գլխավոր պատճառն է մարդ արարածի կուրության։ Այն կուրացնում է մեզ Աստծո խոսքի հանդեպ, գրությունների հանդեպ։ Մենք չենք տեսնում Աստծո խոսքի ճշմարտությունը։ Փորձում ես մարդկանց հետ Աստծո մասին խոսել, պարապ են։ Փորձում ես մարդկանց հետ Աստծո խոսքը բաժնեկցել, սկսում են սարկազմով վերաբերվել։ Այն կուրացնում է մեզ մեղքի հանդեպ, եւ մենք չենք տեսնում ներվելու կարիքը։ Մարդիկ ապրում են արտաքնապես մարդ, բայց իրենց վարմունքով, իրենց կեցվածքով, իրենց գործողություններով ոչ մի մարդկային բան չկա։ Եվ չեն էլ գիտակցում իրենց կատարած գործերը որքան ավերներ են բերում մարդկանց կյանքում։ Մեղքի գիտակցումը չկա, խղճի խայթոցը չկա։ Մեղքը նաև կուրացնում է մարդկանց փրկչի հանդեպ։ Նայում են խաչին, նայում են մեր փրկչին եւ չեն տեսնում փրկությունը, որ Հիսուսն առաջարկում է։ Չեն գիտակցում դրա այդ մեծ զոհողությունը, որ մեր Տերը կատարեց։ Մեզանից ոչ ոք չէր կարող այս տեսողությունը ունենալ, եթե մեր Տերը չգար եւ չբուժեր մեր հոգևոր կուրությունը, եթե չբացեր մեր հոգու աչքերը։ Միայն իր հոգու լուսավորությամբ եւ միայն իր միջոցով մենք կարող ենք եւ փառք Աստծո, որ կարողացանք հավատալ Աստծո խոսքին, ապաշխարել մեր մեղքերից, վստահել նրան մեր փրկության համար եւ ապրել մեր կյանքը ոչ թե թափառական եւ հոգևոր խավարի մեջ, այլ աղոթքով, իր ձեռքը բռնած եւ իր ճանապարհների մեջ։ Սա Աստծո պարգևն է, սիրելիներ։ Սա է ավետարանը, սա է բարի լուրը, սա է գալստյան սպասման մեջ ծնունդի իմաստը եւ նշանակությունը։ Մեր Տերը եկավ, որպեսզի տեսողություն տա հոգևոր կուրությանը եւ բոլոր նրանց, ովքեր դրա մեջ են։ Նա եկավ օգնելու մեզ տեսնելու մեր մեղքը, տեսնելու փրկչի կարիքը, տեսնելու, որ մենք առանց շնորհի բոլորս կորսված ենք։ Նույնիսկ երբ որ ֆիզիկական տեսողություններ տալիս մեր Տերը, ավետարաններում կարդում ենք, որ այդ տեսողությունը միայն ֆիզիկականը չէր բուժում, այլ նաև հավատքն էր բուժում, հոգին էր բժշկում եւ իրենց հարաբերությունը Աստծո հետ վերականգնվում էր։ Երբ որ կարդում ենք այս մարգարեական հատվածը, սա մեզ տանում է միմիայն այն հոգուն ու այն ավետարանին, որ այս
Ղուգաս ավետարանիչը իր գրված գրքի մեջ զուգահեռաբար Գործք առաքելոցին հռչակում ու հայտարարում է, թե Տեր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալը ինչ նպատակ ուներ։ Ղուգաս ավետարանը լի է բժշկության պատմություններով։ Ղուգաս ինքը բժիշկ էր եւ կարևորում էր սա, բայց այդ բժշկության պատմության մեջ ու միջոցով մեկ ընդհանուր գիծ կա, որ ցույց է տալիս, նա որ եկավ մեղքից ազատագրելու եւ մեղքից բժշկելու համար։ Նայեցեք Գործք առաքելոց 26-րդ գլուխ 18 համարի մեջ Պողոս առաքյալ իր առաքելության մասին խոսելիս եւ իր դարձի փորձառության մասին խոսելիս ինչ է ասում։ Գործք 26:18 որպեսզի նրանց աչքերը բացես։ Պողոսը խոսում է իր առաքելության մասին, որ իրեն վստահվեց Տիրոջից, որպեսզի նրանց աչքերը բացես խավարից դեպի լույսը եւ սատանայի իշխանությունից դեպի Աստված նրանց դարձնես, որպեսզի նրանք իմ հանդեպ ունեցած հավատով մեղքերի թողություն, երբ սրբերի հետ ժառանգություն ստանան։ Պողոս ուղարկվեց հեթանոսների մեջ եւ այն ավետարանը, որ ինքը վերցրեց եւ իրեն վստահվեց մեկ նպատակ ուներ՝ խավարից դեպի լույս, սատանայի իշխանությունից դեպի Աստված, մեղքերի գերված վիճակից դեպի սրբերի ժառանգություն։ Հիսուսի ավետարանը մեր ճնշումների մեջ։ Աստված մեր հզոր պաշտպանն է, ասում է Սաղմոս 2, Սաղմոս 46-ի մեջ։ Աստված մեր ապավենն ու զորությունն է, նեղությունների մեջ միշտ պատրաստ մեզ օգնելու, դրա համար չպիտի վհատվենք, ասում է Սաղմոս 2-ն։ Նա մեր հզոր պաշտպանն է եւ իր շնորհով մենք ապահով ենք նրա մեջ։ Տերը գիտի եւ երկրի վրա փորձառաբար անցավ ամեն տեսակ անարգանք, ամոթ, ամեն տեսակ ճնշում, որպեսզի իր մահով եւ իր հարությամբ հույսի դուռը բացի մեզ համար։ Նա է հոգով աղքատների բարեկամը, հիվանդ սրտի բժիշկը, գերության մեջ գտնվող հոգու ազատարարը։ Հիսուս կարող է եւ կանչված է փրկելու մեզ մեր վիճակների մեջ։ Երբ նրա ավետարանը քարոզվում է, նա կանչում է եւ հրավիրում է, որպեսզի վստահենք իրեն եւ վերագտնենք փրկությունը։ Հիսուս քարոզեց ճնշվածներին, նրանց առաջարկելով նույնը ինչ գերիներին՝ ազատություն, ազատագրում եւ արձակում։ Ովքեր են այս ճնշվածները այսօր, ում հոգին կոտրված է եւ կյանքի դաժան փորձություններից նրանց ներսը փշրված է։ Երբ Հիսուս խոսում է ճնշման մասին, նա խոսում է բոլոր այն մարդկանց մասին, ովքեր այս աշխարհում չարի հզոր ուժերի տակ են, ներառյալ նրանց, ովքեր տուժել են, լինի բանավոր, լինի հուզական, լինի ֆիզիկական, դաժան վերաբերմունքից։ Ճնշումը աստվածաշնչյան ընկալմամբ այն է, ինչ որ այսօր կասեինք չարաշահում, abuse։ Ճնշումը նույնն է, ինչ որ կասեինք այսօր բռնություն, որ տեսնում ենք մեր շուրջը եւ աշխարհը լի է նման բաներով։ Այն նաև նկարագրում է բոլոր նրանց, ովքեր հոգևոր ճնշման տակ են, ինչպես այն մարդիկ, որոնց Հիսուս ազատեց դևերից եւ սատանայի կապանքներից։ Հիսուսի ավետարան է եւ հայտարարում է Տիրոջ ընդունելի տարին։ Գիտեք, սա Հոբելյանն էր եւ հին կտակարանի մեջ ամեն 50-րդ տարին տերունական հայտարարությամբ, հռչակումով ներում, ազատում եւ վերականգնում էր շնորհում բոլոր զրկվածներին։ Մարգարեական այս հատվածը գալիս եւ ասում է Տիրոջ գալուստը Հոբելյանների Հոբելյանն է եւ դրանից մեծագույն, գերագույն հայտարարություն ու հռչակում գոյություն չունի։ Ահա սա է ավետարանը, սիրելիներ։ Սա է Աստծո խոսքը, սա է ծնունդի իմաստը, սա է այս սպասման եւ գալստյան ժամանակաշրջանի ամբողջ իմաստը։
Եթե ուզում ենք տեսնել մարդկանց կյանքերը վերափոխված, մեր շուրջը եղող մարդկանց կյանքերը վերափոխված, մենք պետք է մարդկանց ավետարանը տանք։ Եթե ուզում ենք, որ մարդկանց կյանքերում նորոգություն, իրենց կյանքի մեջ կարևոր փոփոխություններ ու բարեփոխություններ գան, մենք պետք է իրենց խոսենք մեր Տիրոջ, Փրկչի կատարած գործի մասին, խաչը եւ դատարկ գերեզմանը, ծնունդի հետ միասին գալիս եւ ցույց են տալիս Աստծո փրկության ծրագիրը։ Եթե այս ավետարանը քեզ փրկել է, եթե այս ավետարանի մեջ վերագտել ես Աստծո խոստումները, տեսողությունդ է վերականգնվել, ազատագրվել ես մեղքի գապանքներից եւ ունես Աստծո հոգու ներկայությունն ու առաջնորդությունը, ապա կանչված ես այս ավետարանը նաեւ բաժնեկցելու ընտանիքիդ հետ, շրջապատիդ հետ, բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ում մասին գիտես, որ տակավին փնտրում են, տակավին տանջվում են, տակավին տառապում են, առանց նույնիսկ գիտակցելու եւ հասկանալու։ Թող մեր Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանի պատգամը եւ այսօրվա հատվածը դարձյալ լինի հիշեցում եւ ուժ, որ կարողանանք գնալ եւ ավետարանը լսելի, տեսանելի դարձնենք մեր շուրջը եղողներին։ Աստված օգնական լինի բոլորիս։ Ամեն։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց ձեզ եւ մեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Եթե մեր մեջ կա որևիցե մեկը, որ այս ավետարանի պատգամը լսելով իր սրտի մեջ անհանգստություն, իր սրտի մեջ հարցումներ ունի, խնդրեմ, այսօր չհեռանաս, արի խոսենք եւ փորձենք միասին Աստծո առաջ գնալ։ Թող Աստված օրհնի ամեն մեկիս եւ ամրապնդի մեր հավատքը։